Գիրք Դանիել, գլուխ 11։ Եվ ես մարած Դարեհ թագավորի առաջին տարին կանգնել եմ նրա հետ ուժովացնելու և նրան օգնելու, և հիմա քեզ ճշմարտությունը իմացնեմ. ահա դեռ 3 թագավորներ են վեր կենալու Պարսից համար, և 4-ը մեծ հարստությունով պիտի հարստանա, ավելի քան թե ամենքը, և երբ որ նա ուժովացավ իր հարստությունովը, այն ժամանակ նա ամենին պիտի գրգռե հունած թագավորության դեմ, և վեր կկենա մի զորավոր թագավոր, որ մեծ իշխանությունով կիշխե և կանե իր հաճության պես, և հենց որ բարձրացավ, պիտի կոտրվի նրա թագավորությունը, և պիտի բաժանվի երկնքի 4 կողմերին, բայց ոչ թե իր հաջորդներին և ոչ էլ այն իշխանության պես, որ իշխում էր, որովհետև նրա թագավորությունը պիտի քանդվի և ուրիշներինը լինի սրանցից ջոկ, և պիտի զորանա Հարավի թագավորը, և նրա իշխաններից մեկը պիտի զորանա նրա վրա և տիրե, մեծ իշխանություն պիտի լինի նրա իշխանությունը, և մի քանի տարիներից հետո պիտի իրար հետ դաշնակցեն, և Հարավի թագավորի աղջիկը պիտի գնա Հյուսիսի թագավորին հաշտություն անելու համար, բայց բազուկի ուժ պիտի չունենա, և պիտի չդիմանա նրա բազուկն էլ, այլ պիտի մատնվին ինքը և նրա բերողները, և նրա ծնողները, և նրան այն ժամանակներում օգնողները, բայց նրա արմատների ընձյուղներից մեկը վեր կկենա նրա համար, և նա կգա զորքով, և կմտնե Հյուսիսի թագավորի ամրոցը, և կգործե նրանցում և կզորեղանա, և նա նրանց աստվածներն էլ նրանց ձուլածո կուռքերի և ոսկեղեն ու արծաթեղեն ցանկալի ամանների հետ գերի պիտի տանե Եգիպտոս, և մի քանի տարի նա բարձր պիտի լինի հյուսիսային թագավորից, և պիտի մտնե հարավային թագավորի թագավորության մեջ, և ետ դառնա իր երկիրը, և նրա որդիքը պիտի զինվորվին, և շատ զորքերի բազմություն ժողովեն, և նա անպատճառ պիտի գա և հեղեղե ու անցնե, և ետ դառնալիս էլ պիտի պատերազմե մինչև նրա ամրոցը, բայց Հարավի թագավորը պիտի դառնանա և պիտի դուրս գա և պատերազմե նրա հետ, այսինքն Հյուսիսի թագավորի հետ, նա էլ մեծ բազմություն է հանելու, և այն բազմությունը նրա ձեռքն է տրվելու, և բազմությունը պիտի բարձրանա, նրա սիրտը պիտի հպարտանա, և նա բյուրավորներ պիտի վայր գցե, բայց պիտի չուժովանա, և Հյուսիսի թագավորը ետ պիտի դառնա և մի բազմություն հանե առաջինից շատ, և մի քանի ժամանակներից հետո անպատճառ պիտի գա մեծ զորքով և մեծ պատրաստությունով, և այն ժամանակները շատերը վեր են կենալու հարավային թագավորի դեմ, և քո ժողովրդի բռնավորների որդիքը պիտի բարձրանան, որ հաստատեն տեսիլքը, բայց պիտի ընկնեն, և Հյուսիսի թագավորը պիտի գա և հողաբլուրներ պիտի կուտե, և առնե պարսպավոր քաղաքները, և Հարավի բազուկները պիտի չդիմանան, և նրա ընտրյալների ժողովուրդն էլ, և դիմանալու ուժ էլ չի լինի, և նրա դեմ եկողը պիտի իր հաճության պես անե, և կանգնող չի լինի նրա առաջին, և նա պիտի կանգնե փառավոր երկրումը, և նա պիտի փչանա նրա ձեռովը, և իր երեսը պիտի ուղղե, որ գա իր թագավորության բոլոր ուժովը, և ուղիղները նրա հետ, և նա պիտի գործե, և կանանց աղջիկը պիտի տա նրան, որ փչացնե նրան, բայց նա պիտի չկանգնե, և նա նրանը պիտի չլինի, հետո նա իր երեսը պիտի դարձնե դեպի կղզիները, և շատերը պիտի առնե, և մի իշխան պիտի դադարեցնե նրա նախատինքը դեպի նրան, առանց նրա նախատինքը իրան ետ դարձնելու, և նա ետ պիտի դարձնե իր երեսը դեպի իր երկրի ամրոցները, բայց պիտի գլորվի և վայր ընկնի ու չգտնվի, և նրա տեղը մեկը վեր կկենա, որ կուղարկե հարկապահանջին թագավորության փառքով, և նա մեկ քանի օրերից հետո կկոտրվի, բայց ոչ պարկությունով և ոչ պատերազմով, և նրա տեղը մեկ անարգը վեր կկենա, որ նրան թագավորական պատիվ չեն տա, բայց նա կգա հանդարտությունով և կհափշտակե թագավորությունը շողոքորթություններով, և հեղեղի բազուկները պիտի անկղվին նրա առաջին և ջարդվին, և ուխտի իշխանն էլ, և նրա հետ եղած դաշնակցությունից նա նենգություն պիտի անե, և վեր պիտի գնա և ուժ ստանա քիչ ազգով, խաղաղ և պարարտ գավառը պիտի մտնե, և պիտի անե այն,
ինչ որ չէին արել նրա հայրերը և նրա հայրերի հայրերը, կողոպուտ, ավար և ստացվածք պիտի բաշխե նրանց, և պարիսպների դեմ պիտի մտածմունքներ մտածե, բայց մինչև մի ժամանակ, և իր զորությունն ու իր սիրտը պիտի մեծ զորքով գրգռե հարավային թագավորի դեմ, և հարավային թագավորը պիտի զինվորվի պատերազմի մեծ և խիստ զորավոր զորքով, բայց պիտի չդիմանա, որովհետև նրա դեմ խորհուրդներ պիտի խորհեն, և նրա կերակուրները ուտողները նրան պիտի կոտրեն, և նրա զորքը պիտի ընկղմե, և շատ սպանվածներ պիտի ընկնեն, և այս երկու թագավորների էլ սրտերը չարության համար է, և մեկ սեղանի վրա սուտ են խոսելու, բայց չէ հաջողելու, որովհետև տակավին վախճան կա որոշված ժամանակի համար, և նա երկիրը պիտի դառնա մեծ ստացվածքով, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ է լինելու, և պիտի գործե և ետ դառնա իր երկիրը, որոշված ժամանակին ետ պիտի դառնա և գնա հարավի վրա, բայց առաջինի և վերջինի նման չի լինի, որովհետև գիտացիների նավերը նրա վրա պիտի գնան, և նա պիտի թուլանա, և նա ետ պիտի դառնա ու բարկանա սուրբ ուխտի դեմ և գործե, և ետ պիտի դառնա և ուշը դարձնե սուրբ ուխտը ձգողների վրա, և բազուկներ են վեր կենալու նրա կողմից, և նրանք պիտի պղծեն սրբարանը, ամրոցը, և հեռացնեն մշտնջենական զոհը, և պիտի դնեն ավերածի պղծությունը, և ուխտին դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրե շողոքորթությունով, բայց իրանց Աստծուն ճանաչողների ժողովուրդը պիտի զորանա և գործե, և ժողովրդի իմաստունները շատերին պիտի սովորեցնեն, բայց մի քանի ժամանակ պիտի ընկնեն սրով ու կրակով, գերությունով ու հափշտակությունով, և նրանք ընկնելիս մի փոքր օգնությունով պիտի օգնվին, և շատերը շողոքորթություններով նրանց պիտի հարեն, և իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որ նրանց կրակով փորձե և մաքրե և սպիտակացնե մինչև վերջի ժամանակը, որովհետև դեռ մինչև որոշ ժամանակն է, և թագավորը իր հաճության պես պիտի անե, և իրան բարձրացնելու և մեծացնելու է ամեն աստվածությունից վեր, և աստվածների Աստծո դեմ ահռելի բաներ է ասելու, և պիտի հաջողվի, մինչև որ կատարե բարկությունը, որովհետև նախասահմանվածը պիտի գործադրվի, և իր հայրերի աստվածներին մի բան պիտի չհամարե, և կանանց ցանկությունը, և ոչ մի աստված մի բան պիտի չհամարե, որովհետև իրան ամենից մեծ է համարելու, սակայն ամրոցների Աստծուն իրան տեղը կպատվե, և իր հայրերի չճանաչած Աստծուն կպատվե ոսկով ու արծաթով և պատվական քարերով ու ցանկալի բաներով, և պիտի գործե ամրոցների պնդությունովը օտար Աստծո հետ, ով որ ճանաչե նրան, փառքը պիտի շատացնե, և նրանց տիրել պիտի տա շատերի վրա, և երկիր է բաժանելու իբրև վարձք, և վերջի ժամանակումը նրա հետ պիտի զարկվի հարավի թագավորը, և մրրիկի պես նրա վրա է հարձակելու հյուսիսի թագավորը կառքերով և ձիավորներով և շատ նավերով, և երկիրները պիտի մտնե և պիտի ողողե ու անցնե, և պիտի գա փառավոր երկիրը, և շատերը պիտի կործանվին, բայց սրանք պիտի ազատվին նրա ձեռիցը, Եդովմը և Մովաբը և Ամոնի որդկանց գլխավոր մասը, և նա իր ձեռքը պիտի մեկնե դեպի երկիրները, և Եգիպտոսի երկիրը չի ազատվի, և պիտի տիրե Եգիպտոսի ոսկի և արծաթի գանձերին և բոլոր ցանկալիքներին, և լիբեացիք ու եթովպացիք նրան հետևող կլինեն, բայց լուրեր պիտի խռովեցնեն նրան արևելքից և հյուսիսից, և նա պիտի դուրս գա մեծ բարկությունով, որ շատերին փչացնե և բնաջինջ անե, և նա իր պալատի պես վրանները տարածելու է ծովերի մեջտեղը դեպի փառավոր Սուրբ Սարը, և պիտի հասնե իր վախճանին, և նրան օգնող պիտի չլինի։